Ժողովուրդ ջան, ես մի թեթև ուզում եմ հետ գնամ մի քանի ժամանակ առաջվա բանի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Պուտինին։ Ուրեմն այնտեղ վարչապետը մի բան ասեց։ Ուրեմն մարդիկ այդ բանը վերլուծություն չարին, թե ինչի համար օրինակ վարչապետը այդ թեմայից խոսեց։ Ոչ մեկ վերլուծություն չարավ։ Բայց ես սպասել եմ, ասում եմ, միգուցե մի ինչ-որ բան, հեսա կլի նորություն, կլի, տենում եմ նորություն չկա, ուզում եմ այդ թեմային անդրադառնամ։ Էլի վարչապետը, որ ասեց, Հայաստանում ինտերնետը բան չի անում, ասենք, մարդիկ օգտվում են ամեն ինչից, դա ժողովուրդ ջան, միգուցե կարծում եք, թե պատահական բաներ, բայց ոչ մեկ ասենք չի կասկածում, որ հնարավոր է եւ վարչապետին Պուտինն ասաց էլի, որ Հայաստանում էլ պետք է անջատվի համացանցը, ինչպես Ռուսաստանում է անջատված։ Ստե համացանց չկա, լրիվ անջատված, մի կերպ, դե կարող ենք VPN-ին կպնում, խոսում ենք, տենում ենք, թե չէ ոչ մի բան չկա, Telegram, լրիվ ինչ կա, լրիվ անջատված է, VPN-ն էլ դե անընդհատ բլոկում են, դա դուք եթե կարծում եք դա պատահական բանա չէ, հիմա ես, սա ինչի համար եմ ես ասում, ուրեմն հարգելի ժողովուրդ ջան, ուրեմն լավ իմացեք 100%, եթե ասենք Հայաստանում, դա ես ասում եմ, դա չի լինելու, բայց ասում եմ էլի, նենց որ իմանաք, Հայաստանում որ ռուսական ասենք ուժերը հաղթեն, դա ասում եմ, չի լինելու նման բան, ուղղակի ասում եմ, որ հաջորդ օրը հենց առաջի հրամանը լինելու համացանցը անջատելը։ Ուզում եք հավատացեք, ուզում եք չէ։ Այս մարդը պարզ ասելու է, մեզը տեղ ունենք զինվորներ, դա անվտանգության համար պետք է անջատեք։ Ամեն ինչը կապված է Եվրոպայի հետ, մի բանի հետ։ Դե արդեն իրանք էլ են, չէ, պարզ ասում, որ թրիփը պետքա չլինի, ես մի բանը պետքա չլինի։ Հո դա իրանք չեն որոշում պետքա լինի, թե չէ։ Դա իրանց շեֆն է դեից որոշում, որ պետքա չլինի։ Կամ մենք պետքա լինենք, կամ ոչ մեկը պետքա չլինի։ Տենց հարց է։ Հիմա այդ համացանցի թեմայից այսքանը, հիմա մի հատ ուզում եմ էլ խոսանք մեր հարգարժան Սամվել Կարապետյանից, դե այդ մարդուն ոնց որ թույլ են տվել արդեն ազատ խոսա, մոտը ասենք երիտասարդն է գնում Ալեքսանյանը, նա իմ ընկերոջ տղեն է, между прочим, ասեմ իմանաք, որ ինձ համար չկա տես բան, ընկեր, բան, ինձ համար երգիրն է կարևորը, առաջինը երգիրը, հայրենիքը, նրանից հետո աղբերություն, ընկերություն, հարևանություն, ես մի բան, առաջի հերթ հայրենիքն է։ Հայրենիքը ոչ մեկը իրավունք չունի, ոչ դավաճանի, ոչ հայրենիքի հարցը վտանգի տակ դնի, ոչ մեկը, ոչ վաճառի, ոչ վաճառվի, Հիմա այսօր նայում եմ առավոտից, դե Սամվել ջան, մեզ մի հատ ասֆալտից բանից խոսցար, ասիր ես ասֆալտ անելուս եմ եղել Երևան, բան, փոսերը ավելի լավ էի սարքում, դե աղբեր ջան, մեզ մի հատ ասֆալտանող արդեն ունենք, երկրորդ ասֆալտանողը ինչի է պետք մեզ, ճիշտը խոսանք էլի, մեկ էլ երեք մի շատ վերինաշճանի կարևոր բան ասեցիր, ասիր մենք եթե ընտրվենք, մենք ծայրահեղ ծանր աղքատներին
ամսական 150,000 դրամ ենք տալու։ Դե դրանից առաջ ասել էիք, որ 300,000 աշխատասեր եք ստեղծում, բան եք անում։ Հիմա ես իրականությունը ասեմ, Սամվել ջան, ծայրահեղ, ծանր աղքատություն Հայաստանում համարվում է այն ընտանիքը, որտեղ 1 միլիոն աշխատավարձ չեն ստանում։ Ես դա ամբողջ ընտանիքն եմ հլա ասում, չեմ ասում մեկ մարդու մասով։ Հայաստանում 650,000 թոշակառու համարվում է, թող մի 20,000-ը նրանց թոշակները բարձր է, 300-400-ից բարձրները, նրանք էջ 600,000 թոշակառու ծայրահեղ ծանր աղքատության վիճակի մեջ է։ Հիմա դուք ո՞նց եք որոշելու ծայրահեղ ծանրը ով է։ Էլի որոշելու եք, սրան 2 տղա ունի Ռուսաստանում կամ Ամերիկայում, թող իրա տղեն իրան օգնի, սա ծայրահեղ ծանր չի, կամ էս մեկը ո՞նց եք որոշելու։ Տվյալ մարդու համար եք որոշելու, թե ասելու եք, չէ, իրան 2 տղա ունի, աղջիկ ունի, դեպի տեղ փեսան միլիարդատեր, այս մի բան դրան չի հասնում, կամ իրա պապից, տատից իրան մի հատ էլ տուն ունի, դրան չի հասնում։ Այդ տան պատերը, այդ փեսայի ոտները, այդ իրանց երեխեք ունեն, նրանց ձեռքերը այդ մարդիկ չեն ուտելու, այդ մարդկանց ամեն օր փող է պետք, որ այդ մարդիկ ապրեն։ Այդ 600,000 թոշակառուին չեմ ասում օգնություն ես տալու, ամիսը 150,000 թոշակն էլ հետը, ասենք 200,000 դառնա։ Դու կարող ես նրանց թոշակը մի անգամից 200,000 սարքես։ Եվ վերջ, օգնություն պետք չի։ Անելու ես այդ բանը, չես անելու։ Հա մի 10 հատ մարդ կարող է Հայաստանում ճարեք, նրան համարեք ծայրահեղ ծանր ապրող, ու ասեք դե մենք մեր ասածը խոսքի տերնենք, այ ծայրահեղ ծանր։ Ես ասում եմ 600,000 թոշակառուն ծայրահեղ ծանր վիճակի մեջ է Հայաստանում ապրում։ Ես ինքս Հայաստանի թոշակառու եմ։ Մեկ տարվա թոշակը, ես որ գալիս եմ Հայաստան, ինձ 20 օր չի երգում։ Մեկ տարվա թոշակը, Սամվել ջան։ Խոսքի իմ մեկ տարվա թոշակը դու 2 անգամ քո մեքենան բենզին ես զապրավկա անում եւ վերջ։ Հիմա այդ մարդիկ ծայրահեղ ծանր աղքատեն թե չէ։ Ճիշտը խոսանք։ 18 տարեկանից մինչև 65 տարեկանները աշխատող մասսան, ով Հայաստանում աշխատում է, 80% այդ աշխատողների նրանց աշխատավարձի չափը 100,000 դրամ չկա։ 70, 80, 90, 100,000, թեկուզ թող լինի 150,000։ Դրանք ծայրահեղ ծանր աղքատներ են, թե չէ, Սամվել ջան։ Բեր ճիշտը խոսանք, ախպեր ջան։ Բեր ճիշտը խոսանք։ 150,000 դրամով, 150,000 դրամ, 150,000 դրամ։ Եթե դուք մեկ օրվա հանրահավաք անելու համար ինչ որ մարդկանց եք տալի, ես մարդիկ բռնվել են, ասել են, իրանք իրանց բերանով ասում են, որ 150,000 տալու ենք։ Հասկանում ես, որ այդքան տալիս եք։ 150,000 դրամ ամիսը վարձատրվող մարդը ծայրահեղ ծանր աղքատա Հայաստանում, թե ոչ, Սամվել ջան։ Հասկանում ես։
Բացի Հայաստանում 3 միլիոն հայ կա, չէ՞, 3 միլիոն։ 3 միլիոնից որ 10%-ը հանենք, անում է 2 միլիոն 700 հազար մարդ։ 2 միլիոն 700 հազար մարդը, Սամվել ջան, աղքատ է։ 2 միլիոն 700 հազարի 50%-ը Հայաստանում ծայրահեղ ծանր աղքատ է։ Տալու ես այդ մարդկանց ամեքին 150 հազար, թե իրականում գալու եք, էլի այդեղ օրենքներ ստեղծեք, օրենքներ բանանեք, դուք ինքներդ որոշեք, թե ով է ծայրահեղ ծանրը։ Ոնց որ ասենք հիմա ընդ մարդկանց նպաստ են տալի բան, որոշում են, որ ով պետքա, ով կարա նպաստը ստանա, ով կարա նպաստ չստանա։ Հիմա ես 36,000 թոշակ ա եղել, հիմա 46 ա տարել։ Ես նպաստ պետք է ստանամ, թե չէ։ Եթե այդպես է, ես պետք է ստանամ։ Բայց ընդ մարդիկ կա որոշում են, որ ես պետք է չստանամ, ասում են, դու քեզ Ռուսաստան էլ տուն ունես, եսի մնդե էլ տուն ունես, մաշնա ունես, բան ունես, քեզ չի հասնում։ Այդ նույն ձև մի խափեք։ Ասա գալու եմ իշխանության և մի 2%, 1% ինչ-որ մարդկանց, մի 6 ամիս կամ եսի ինչքան ժամանակ բան ենք տալու, այդ ինչա 150 հազար դրամ ենք տալու, միջև 300 հազար աշխատատեղ ստեղծենք, նրանց աշխատանքի տեղավորենք, ճիշտը խոսցեք մարդկանց հետ, մի խափեք մարդկանց, մի խափեք, ճիշտը խոսցեք մարդկանց հետ, հասկանում եք, 2018 թվին, Փաշինյանն էլա, որ իշխանության ա եկել, այնքան բաներ խոսք տվավ, ես ոնց կա ճիշտը ասում եմ ընենց, այնքան բաներ, հա գիտեինք, որ այդ բաները խոսքատալի մի կերպ այդ Սերժ Սարգսյանին բանին հեռացնելու համար, այդ մաֆիային հեռացնելու համար, որովհետև ամբողջ ժողովուրդն էր ուզում, այն 3 միլիոն ժողովուրդը, նույնիսկ ամբողջ Սփյուռքը ուզում էր դրանց հեռացնի, բոլորը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակից են, դե ինքն էլ համարդ է, չէ, վսյոտակի, առիթից օգտվելով 1000 տեսակի բաներ խոստվավ, որը որ հնարավոր չի կատարել, հնարավոր չի, հա, հասկանում ենք, խոսք ա տվել, շատ բաներ չի կատարել, ամենակարևորը, այսօր մի հատ երիտասարդ, խոսես մի բանից, ասում ա, մենք գիտեք ինչու ենք այսպես այս վիճակում հայտնվել, որովհետև մեր հները, հին ղեկավարները, բոլորն էլ ողջ առողջ են, ոչ մեկը դատված չի, ոչ մեկը բանտարկված չի, ես իրա հետ համաձայն եմ, հասկանում եք, ես կարամ նույնիսկ օրինակ բերեմ, շատ հեռու չգնամ, մեր հարևան երկիր, ասենք, միշտ Վրաստանի հետ եք օրինակ, Վրաստանում, որտեղ է Գամսախուրդիան, Վրաստանը սկսվեց Գամսախուրդիայով, չէ, Սովետի փլուզումից, որտեղ է Շևարդնաձեն, որտեղ է Սահակաշվիլին, որտեղ է նույնիսկ այս ամենավերջի Գեորգաձեն վարչապետը, ոչ մեկն էլա չկան, ամենավերջի երկու հատը Սահակաշվիլին ու Գեորգաձենը բանտարկված են, հասկանում եք, իսկ մեր երկրում բոլորը ողջ առողջ են, ոչ մեկը բանտարկված չի, ես ես 4 տարից 5 տարի արդեն դառնում, միշտ քննադատել եմ մեր խորհրդարանին, այսօր էլ եմ քննադատում, ոչ մի բան չարին, խորհրդարանը, շատ թույլ խորհրդարան էր, շատ թույլ, չգիտեմ, իրանց ասում էին, որ պետք է տենց լինի, թե ոչ, բայց խորհրդարանը շատ թույլ էր, մի հատ օրինակ բերեմ, ինչի համար եմ ես դա ասում, օրինակ, Ամերիկայում,
օրենքը դրած է մարդը իրավունք ունի 2 սրոք նախագահ լինի։ Ինչու մի 10-20 տարուց հետո Բուշը, Կլինտոնը, այս մեկը, այն մեկը, Բարակ Օբաման նորից չեն ուզում գան իշխանության։ Արա որովհետև օրենքով դրած է 2 սրոք իրավունք ունի։ Հայաստանում էլ ոնց որ օրենքով դրած 2 սրոք իրավունք ունի։ Բայց 2 սրոք ունեցած Քոչարյանը, 2 սրոք ծառայած Քոչարյանը նորից է ուզում գա իշխանության։ Լավ, խորհրդարան ջան, ինչի՞ ես թույլ տալի նման բան։ Դու խորհրդարան ես, որտեղ է ձեր որոշումները, որտեղ է ձեր օրենքը։ Նա ոնց է թույլ տալի նորից գա երկրի ղեկավար դառնա։ Ով է մեղավոր, խորհրդարանը։ Ինչի՞ չի աշխատում այդ օրենքը, որ եթե 2 անգամ արդեն երկրի ղեկավար եղել է, նա հավերժա, всё, էլ իրավունք չունի, թեկուզ 50 տարուց հետո նորից ղեկավար դառնա։ Ուրա որտեղ է այդ օրենքը, ինչի՞ չի աշխատում։ Սա խորհրդարանն է մեղավոր։ Խորհրդարանը մեր չաշխատեց միլիոն անգամ։ Ես մի հատ հասարակ բան կա, այ եթե ինձ լսում է, գիտեմ լավ լսում է, Գևորգ Պապոյանը, ես իրա էջին էլ եմ գրել, ում մասից գրել եմ, ասել եմ արա այդ անդեր դավաճան բառը քրեականացրեք, դավաճան բառ մենակ իրավունք ունի, ասի դատավորը, միլիոն անգամ ասել եմ, խնդրել, ում մասից չեմ գրել, անձնական էջերին, ինձ պատասխանել են, հա ճիշտ ես ասում, բան, բայց չեն արել ոչ մեկը։ Քրեականացրեք այդ բառը դատավորից բացի ոչ մեկ իրավունք չունի։ Այդ բառը մեր քրֆելու նման մի բառ է։ Հասկանում ես մարդուն, որ ասում են դավաճան, լավ է մեր քրֆեն, բայց այդ բառը ասեն։ Ամեն դուրս պրծուկ երկրի ղեկավարին դավաճան, 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 դավաճան։ Ինչ չեք քրեականացնում, խորհրդարան ջան։ Դժվար է այդ բառը քրեականացնել, որ դրա իրավունքը տակ մենակ դատավորին, դատավորը երբ որ որոշի, որ նա դավաճանա, դավաճանական հոդվածով նրան դատի եւ վերջ։ Չեք անում։ Հասկանում եք։ Հազար բան կա, այս նոր խորհրդարանը որով գալու է, ես նորից 5 տարի սկսելու եմ դրանց քլնգելը, ինձ հանկարծ մեկը չլնի, ասի դու արդեն էլ նիկոլական չես, կամ եսի մինչական չես, արա ես հայրենասեր եմ, ես հայրենիքի համար եմ խոսում, երկրի համար, երկրի շահերի համար, ես ոչ մեկի համար չի, ես տենում եմ ով հայրենիքի համար մի բան անում, ես նրան եմ գովերքում, ես նրան եմ պաշտպանում, ու և նրանից էլ պահանջում եմ ամեն ինչ, ես թոշակների համար, ես արուն թափեցի, նույնիսկ էջս բացեք, նայեք, նոր տարուց առաջ ես ինքս Նիկոլին ասել եմ, անձնական էջին էլ եմ գրել, ասել եմ Նիկոլ, եթե դու թոշակը չես բարձրացնում, այ ասել եմ, էջս բացեք, թեման մնում է, ես ոչ մի բան չեմ ջնջում, ասել եմ, եթե չես բարձրացնում, եթե ընտրություններից առաջ բարձրացրիր, քեզ ասելու են դա ընտրակաշարք է, հենց այդպես էլ եղավ, ինչի ժամանակին կանեիր, մի ամիս առաջ կանեիր, նոր տարուց առաջ, ասում ես սխալներ թույլ եք տալի, ու հետո զգում եք, որ դա բան է, ճշումն է, հայտարարագրի համար ինչքան եմ ասել, որ թոշակառուն հայտարարագիր պետքա չգրի, այ մարդ, այդ մարդը ընդամենը 36, 46, 56, 100, 150 հազար թոշակ է ստանում, նրան ինչ հայտարարագիր, ինչի համար գրի, նրան ուրիշ դախոտ չունի, ուրիշ ոչ մի բան չունի, ով ունի, օրենքում դրեք, ով թոշակառու է 36 հազար է ստանում, բայց ինչ որ բիզնեսներ է անում հետը,
Հա, այդ մարդը թող գրի, բայց բոլորը ես որ միայն թոշակառու եմ, ես ոչ մի բիզնեսներ չեմ անում, առևտուր չեմ անում, մեքենա չեմ վաճառում, տուն չեմ վաճառում, ես ինչի համար գրեմ։ Ով գործ անում է, գործարքներ անում է, օրենքում գրեք, որ նա պետք է հայտարարագրի, համաձայն ենք, բայց բոլորը մասսայական պետք է չանեն։ Դա խորհրդարանից էր կախված, խորհրդարանը ինքը պետք է որոշի, իրանք պետք է նստեն այդ հարցերը բան, բայց չեն անում, չէ, բոլորին տնում են մի բանի տակ։ Քոչարյանը թոշակառու է, 1,164,000 թոշակ է ստանում, 1000 հատ ՍՊ ունի, համարյա նա ազատված է ամեն ինչից, հայտարարագրից եւ ամեն ինչից, բայց ընդամենը 36,000 ստանողը նա ազատված չի, պետք է պարտադիր գրի։ Այդ 36,000-ից էլ իմ ինչ գաղափարի բանն է այդ բանը լրացնելը։ Հիշում եք, չէ, Փաշինյանի համար ամբողջ կառավարությունը նստած չկարողացան մի հատ հայտարարագիր գրեն։ Բայց ես ոնց կարող եմ գրեմ։ Հազիվ հեռախոսն եմ միացնում, Facebook-ը միացնում, ձեզ հետ խոսում, ուրիշ ոչ մի բան։ Բոլոր թոշակառուներն էլ այդպես են։ Այդ մարդիկ ստիպված պետք է տանեն մի հատ հաշվապահի, մի 10,000, 15,000 դրամ տան, որ նրանց համար հայտարարագիրը գրեն, թե չէ տու գանվելու են պետության կողմից։ Հարկադիրն էլ դրա հետևից գալու է։ Այդ փողը թոշակից պահելու է։ Այս մանրուքներ կա, որ ասենք չեք անում, բայց այդ մանրուքների համար չի նշանակում, որ մենք պետք է մեր երկիրը հանձնենք օտարին։ Հասկանում եք։ Ես հո դրա համար ես պատրաստ չեմ ասենք մեր երկիրը, մեր ղեկավարին, մեր վարչապետին փոխեմ ինչ որ մի ռուսամետ ուժի հետ, կամ Քոչարյանի, կամ այն մեկի, կամ ասենք Սամվել Կարապետի, իհարկե ոչ։ Տենց բաներ ժողովուրդ ջան։ Ինչ ասեմ, էլի ձեր բոլորի մայիսի 1-ը շնորհավոր լինի, ձեր օրը ուրախ անցկացնեք, լավ անցկացնեք, ըստ Ռուսաստան ոչ մի բան չկա, ժողովուրդ ջան, անտանելի վիճակ, սաղ գիշեր անձրև, միջև հիմա այս վիճակն է, պատուհանի ցույց տամ նայեք, մարդիկ բան են արել, որ մտամ պարադի նման բան, ինչ որ բաներ անեն, ստե լավ պարկեր բան կա, էլի, մեր մոտ, լավ պարկեր կա, որ առևտրականները պատրաստվել էին, որ խորոված փարթի բան, ոչ մի բան չկա, վсё փակված է։ Մարդ չկա, որովհետև անձրև է, ինչ պետք է, անձրևի տակ ինչ կարաս անես։ Ձեզ լավ օր եմ ցանկանում, ժողովուրդ ջան, լավ եղեք, լավ մտածեք, ոչ մի անգամ Հայաստանը հազիվ պրծել է արտաքին ուժերից, ոչ մի անգամ նորից երկիրը